Հարցը իսկապես գուցե ճիշտ է դրված, բայց հաստատ պատասխանը վատը չի։ Արմագեդոն չի լինելու, շարունակվելու է կյանքը ոնց որ կա մեծ հաշվով, բայց ավելի շատ են լինելու տուրբուլենտությունները եւ արտաքին եւ ներքին առավել եւ այն ինչ որ տեղի ունեցավ երեք Սուրբ Աննա եկեղեցում, ընդ որում երիտասարդներ, որոնք ինչպես հետո հայտնի դարձավ, բավական լավ սովորող, առաջին անգամը եւ միակ անգամը չէ, որ հաճախում են գնում են եկեղեցի, այդ Սուրբ օրով այնտեղ են գտնվում եւ երբիսի վարք են դրսեւորում, սա չեմ ասում արդարացում որպես կամ բան, ուղղակի ասում եմ նման դրսեւորումները ավելի շատ են լինելու, որովհետեւ գործող իշխանության գործիքներից է ոչ միայն սուտը, այլև սադրանքը, պրովոկացիան, որպիսի զուտ PR տեսանկյունից, որպիսի ինքը անընդհատ լինի քննարկվող թեմաների մեջ եւ ինքը սադրելու է եւ երեք ոստիկանությունը իր պաշտոնական հաղորդագրությամբ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե գնացել էր այդ Սուրբ Աննա ոչ թե գնացել էր որպես հավատացյալ, այլ գնացել էր քաղաքական գործունեություն ծավալելու։ Իրենք իսկ տվեցին դրա պատասխանը, ինչը ակնհայտ էր։ Բայց դա այն է, ինչը իրեն իր հետ աշխատող տեխնոլոգները, իսկ իր հետ բավական լուրջ տեխնոլոգներ են աշխատում 18-ից սկսած, իրեն շատ ճիշտ ուղղություններ են տալիս, ինչպես մնալ մշտապես քննարկվող թեմա։ Այլ բան է, թե դրանից պետությունը, երկիրը, քաղաքացին ինչ է շահում, ինչ է ստանում, որևէ լավ բան չեմ տեսնում, բայց ինքը իր խնդիրը լուծում է։ Կարծում եմ այնուամենայնիվ ընդդիմությունը դեռ մեծ հաշվով չի կողմնորոշվել ինչ է անելու։ Ես գոնե դա չեմ տեսնում, հա։ Առանձին ես տեսնում եմ ինչ որ բան անում են, բայց մեծ հաշվով չեմ տեսնում դա, մի տեսակ կարծես մտել են իշխանության սկսած խաղի կանոնների մեջ տեղավորվել եւ այդ խաղի կանոններով, հա, հարաբերվել հանրության հետ, որտեվ ես ինքս նույնիսկ եղել ընդդիմադիր գործիչներին հարց եմ տվել, ասենք օրինակ դուք եթե ընդունում եք որ նա հանցագործ է, եթե ընդունում եք որ նա ստախոս է, եթե ամեն օր բոլորս այո դրանում համոզվել ենք, ինչու եք ուզում նրա հետ բանավիճել, հա, որովհետև ստախոս, դուք պատկերացեք որևէ հանցագործի հետ նստում են, զրուցում են, չէ, միանգամից, այսինքն քայլեր են ձեռնարկում։ Հետևաբար ինձ համար որոշ բաներ հասկանալի չի ընդդիմության, Քարոզ Արշավի այսպես դասական կանոններով, նույնիսկ բան հնացած կանոններով երբեմն տեսնում եմ նյութեր դաշտում, որը քաղաքական սպամ է դարձել, հասկանում եք, ինձ թվում է մի պահ պետք է կանգ առնեին, կոպիտ ասեմ նույնիսկ ինչ որ պահ պետք է լռություն հայտարարվեր, հասկանային ինչ են անում ու որ կետից են առաջ շարժվում։ Իսկ հիմա աղմուկը շատ է, այսպես ասած, այդ աղմուկի մեջ մարդը չի կարողանում տարանջատել, չի կարողանում մանավանդ որ կա հասարակության մեջ վախի էլեմենտը, պարզ է, չէ, իշխանությունը ցանկացած գործիքի դիմելու է։ Ամենավատ բանը հենց հիմա նստած նույնիսկ օպերատորներին եմ, հա, դիմում լրագրողներին, ամենավատագույն սցենարն ասեք, հաստատ դա կարող են գործի դնել։ Չկասկածեք, ընդհուպ մինչև մեծ պրովոկացիաների գնալ, հետո ասենք Ալիևին գործի դնել, որ ինչ-որ կրակոցներ արձակեն, ինչ-որ ուղղությամբ ասեն, տեսեք, որ ասում ենք, հեսա, տեսեք, բանը, որ պատերազմը ներկայացված է այսպես դևի կերպարով, հեսա դևը գալու է, դուռը ծեծի, որ բոբոն գալու է, ինչի ասեք, հետո արտակարգ դրություն էլ կհայտարարի, ինչի ասեք, դիմելու է, սա պարզ է։ Մենք ինձ թվում է, հա, մենք պիտի հարցը սխալ տանք, ճիշտ ձևակերպենք, որտեղ երբ որ հարցը ճիշտ ենք ձևակերպում, դիսկուրսն էլ է ճիշտ ուղղությամբ գնում։ Մենք արդեն բանը, ինչու սա եղավ, ինչպես սա եղավ, այս հարցերին պատասխանել ենք։ Բոլորը, հա, հիմա դուրս գանք, ցանկացած մեկը գիտի, ցանկացած տաքսու վարորդ մեզնից լավ կներկայացնի իրավիճակն էլ
դեպքերն էլ, օրինակներն էլ, փաստերը ամեն ինչ շատ լավ կներկայացնի։ Հիմա, որտեղ երբ որ ասում ենք ինչու է սենց եղավ, մի տեսակ թաշկինակով հարց է, էլի, որ պիտի թաշկինակը վերցնես, հետո սկսես լացել, բանը աշխարհն ա մեղավոր, չգիտեմ, բանը Սորոսն ա մեղավոր, բոլորը։ Այո, մենք որպես լրատվամիջոցներ, որ միշտ արձանագրում ենք, հիշեցնում ենք դա, նույն օրինակ առանձին երկրների հիշեցնում ենք, ասում ենք դու 44 օրյայի ժամանակ սա չարեցիր, Ռուսաստան դու սա չարեցիր, Ֆրանսիա դու սա, Միացյալ Նահանգներ դու սրա վրա աչք փակեցիր, բայց փաստ է, իրենք ունեն իրենց շահերը, հարցը պետք է փոխել, ինչպես դուրս գալ ես իրավիճակից, երբ որ հարցը ուրիշ կերպ ես դնում, հա, այդ թաշկինակը արդեն գցում ես մի կողմ, ու դու հարց է դա, որը մղում է գործողության, որը ենթադրում է ռազմավարություն, որը ենթադրում է քայլեր։ Դաշտում ես չեմ տեսնում սա, հասկանում եք, ընդդիմադիր դաշտում մեծ հաշվով, ես տեսնում եմ առանձին խաղ է խաղում։ Ես անկեղծ ասած այն մարդկանց թվին եմ պատկանում, որը չի հավատում, որ հասնելու ենք ընտրությունների։ Անկեղծ եմ ասում։ Ավելին, եթե ընտրությունների օրը հունիսի 7-ին ինչ-որ քվեարկություն եղավ եւ հա ինչ-որ արդյունք արձանագրեցին, հավատացեք, էլի համարում եմ, որ ընտրությունները չի ավարտվել, այլ քաղաքական process-ները նոր են սկսվելու։ Ես չեմ հավատում այս ընտրություններին, ես չեմ հավատում, որ սա պեսիմիզմի համար չեմ ասում, բոլոր գործիքներից պետք է օգտվել։ Բայց ես ռեալ գիտակցում եմ, իշխանություն է, ունի վարչական լծակներ, ընտրակաշարք բաժանում է ոչ միայն գումարի տեսքով, այդ հետո են գործի դնելու։ Օրինակ ասում են, դու ինչ խնդիր ունես քաղաքացի, ասում եմ, այս ապօրինի տարածքս տարիներ շարունակ չեմ կարող օրինականացնեմ, ասում եմ, բերք օրինականացնեմ, այսպես, մյուսին է սա խոստանում, մյուսին է սա, ամբողջ լծակները գործի ա դրված, հա, մենք դրան պատրաստ ենք, հա, թե հետո բան ենք անելու 21 թվականի պես ասում ենք, դե բա պարզ չէր, բան փաստական հիմքեր էլ չունենանք, այս չունենանք ու հաշտվենք, ասենք սենցա, արդյունքում ինչ լինի, լեգիտիմացնել իր ողջ արարքը։ Հիմա սա մի իշխանությունն է, որ արդեն իր ժողովրդին սպառնաց պատերազմով։ Իսկ սպառնալ պատերազմով դա նշանակում է ինքը խոստովանում է, որ ուղիղ պայմանավորվածությամբ ինքը կարող է Ալիևին ասել կրակել։ Առաջին անգամն է Թուրքիան, Ադրբեջանը հայտարարել, որ իրենց ցանկալի թեկնածուն Փաշինյանն է։ Մոռացել եք, որ Ադրբեջանից նույնիսկ հրապարակումներ եղան, որ պետք է գնալ զորքով պաշտպանել Փաշինյանին։ Չենք մոռացել, չէ՞, այսինքն ամեն ինչ լինելու է, սահմաններն էլ մանավանդ իմունիտետը կորցրած, մենք չգիտենք, իրենք նույնիսկ չգիտեն մեր սահմանները ինչքան են, որ իմանան որ մասն է պահպանվում, ինչ ասեք պետք է լինի։ Հիմա մենք պետք է հարցը մեզ ուղենք ու մենք իրավիճակին համապատասխան վերակազմակերպվենք։ Ուղղակի վերակազմակերպվենք, որտեղ աշխարհը չի փոխվելու, մեր հարևանները չեն փոխվելու, իրենց շահերը չեն փոխվելու, հետևաբար մենք հարցը մեզ պետք է տանք։ Մենք մեզ քննադատենք, մենք մեզ հասկանանք, ավելին որոշ բասու պետք է հրապարակային լինի, բայց աշխատանքներ պետք է լինեն վարակույրից, հա, կուլիսների հետևում։ Այդ աշխատանքը չեմ տեսնում ես։ Որպես քաղաքացի եմ սա ասում, ոչ թե որպես ունության նախագահ կամ լրատվամիջոցի ղեկավար։ Ես դա չեմ տեսնում եւ մի շատ կարեւոր մի բան էլ, որ ասում եմ հարցադրումից կախված ամբողջ դիսկուրսը երեք նախորդին զրուցում էի քաղաքագետ, էներգետիկա անվտանգության մասնագետ Վահե Դավթյանի հետ ու խոսում էինք հենց մեր հասարակության մասին, ապատիկ հասարակությունը թե որքան վտանգավոր է առհասարակ ազգային անվտանգության համար, երբ որ դրա կշիռը, դրա քանակը մեծ է։ Մենք այսօր ունենք դա, եւ պետք է հասկանալ ինչու ունենք դա։ Մենք ոչ թե քննադատենք նրանց, ովքեր գնացել են 21-ին ընտրել են, այլ հասկանանք, թե ինչու նրանք չեն մասնակցել։ Հիմա էլ կա այդ հասարակությունը ու վախենամ ավելի շատ լինի։ Մենք իրենց ինչ ենք ասում,
բայց սա կարծում եմ արդյունք են նրա հատկապես, որ իշխանությունները կարողացան հասարակության ինքնագնահատականը իջեցնել Շրիշակի Պլինտուսի մակարդակի, հա, որ ինչպես օրինակ, եթե Նիկոլ կարա լինի վարչապետ, բա ես ո՞նց չեմ կարա, որտեղ նայում ես ովտեղից վեր կացում, ասում ես խի չեմ կարա, որ ես խի չեմ կարա լինեմ падգամավոր, ես խի չեմ կարա լինեմ բան, եթե ասենք Սրբուի Գալյանը կարա լինի արդարադատության նախարար, Ռոմանոսը կարա չգիտեմ, ես ինչ լինի մյուսը, տեսեք 8 տարում անուններ էլի սովորել եմ, որ մեկ վերում ունեմ, սովորել եմ, այնտեղ կան էլի դեմքեր չեմ բանում, հիմա ասեք Ալենը, պատկերացնում եք կարա բան, հետո էլ կարա թքի ու էլի շարունակի բան, հաղթարշավը, սա նրանից է, որ ինքնագնահատական ընկել է, ներքև, ինչ ագոր, հա, այս ամբողջ խնդիրները նրանից են, որ օրինակ որ ասում են, բանա կարա, ես չեմ կարա, բանա կարա, ես չեմ կարա, Ժորժ ջան, այդ հարցը այնքան անբնական, բայց երբ հատկապես մեր իրականության մեջ մտավ այդ հարցը, եթե նա կարա, ուրեմն ես էլ կարամ, չէ, դա նրանից է ինքնագնահատականը իջելը, բայց ոչ թե անորակ մասան է շատացել, այլ որակյալը ինքնապարփակվել է, իր մեջ է փակվել, խնդիրը սրա մեջ է, և մենք, հա, այդ թվում ես ինձ եմ ասում, իմ թիվ մեկ առաքելությունը պետք է նաև լինի այն, որ ցույց տանք, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, բայց մենք ոչ մի բան չենք, մենք ոչնչություն չենք, մենք ունենք քաղաքակրթությանը մեծ բան տված ազգ ենք, մենք մեծ ժառանգություն, մշակութային ժառանգություն ունեցող ազգ ենք, մենք տարբեր երկրներին, այդ թվում մեր պետությանը լրջագույն արժեքներ տված հեղինակություններ ունենք, հա, եւ պետք է մենք օգնենք մեզ բարձրանանք, որտեղ ինչ որ իջել է բանը, հա, նշաձողը իջել է, ու մենք ոչ ավելի մասին ենք երազում, մեծ երազանքները կորել են, մանր ինչ-որ մերկանցիլ երազանքներ են, քայլեր են, հետևաբար մենք պետք է հասկանանք, ինչպես անենք, որ հավատանք մեր ներքին ռեսուրսներին, մեր ներքին ուժերին, իմ խնդիրը սա է, որ երբ որ ասում են, բանա, թույլ ենք, ոնց պիտի հաղթենք, բանը, որ պատերազմ լինի պարտվելու ենք, իսկ ով ասեց պարտվելու ենք, իսկ ով ասեց, որ պատերազմ է լինելու, իսկ ով ասեց, որ չենք կարող մեր հաղթանակները կրկնել, իսկ ով ասեց անպայման պատերազմով է հաղթանակը լինում, իսկ ով ասեց, ես մի անգամ հիշեցրել եմ Ֆրանսահայ, մենք ունեինք աշխարհահռչակ քարտեզագետ, պատմական աշխարհագրության մասնագետ, ես վերջերս եմ ընդ որում իմ լավ բարեկամներից մեկի միջոցով սկսել ծանոթանալ Զատիկ Խանզադյանի աշխատանքներին եւ պարզվում է պատմական դեմք է ունեցել նաեւ Ֆրանսիայի պատմության մեջ հայ մարդ, որին առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայի ռազմական նախարարությունը պատվիրում է, հանձնարարում է, որպեսզի փաստական հիմքեր կազմեն քարտեզներով, որպեսզի կարողանա Գերմանիայից հետ վերադարձնել իր տարածքները, եւ դրանք կոչվում են հաղթանակի քարտեզներ։ Ինչ է իրենից ներկայացրել, ոչ միայն քարտեզներ, այլև ռեսուրսների քարտեզագրում, որի միջոցով կարողացել է ապացուցել բնական նաև ռեսուրսների, որ այս տարածքները ոչ թե Գերմանիային են պատկանում, այլ Ֆրանսիային։ Հայ է արել սա։ Եվ դա հնարավոր է կրկնել, ու մենք ունենք փայլուն մասնագետներ, փայլուն երիտասարդներ, դատապարտելով Անսուր Պաննային տեղի ունեցած, ասում եմ, արժանապատվություն ունեցող ամեն դեպքում երիտասարդներ են, խիստ դատապարտում եմ, բայց եթե հունիսի 7-ից հետո առաջ մենք հետևություններ չանենք ու կրկնվի, նման դեպքերը շատանալու են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Տիկին Սեյրանյան, հիմա փորձենք
սիստեմավորել ձեր ասածը։ Հունիսի 7-ից հետո հնարավոր են տարբեր սցենարներ, մինչև հունիսի 7-ը ամեն այլանդակություն հնարավոր է։ Գ. պետք է լինել ավելի ճկուն եւ դա վերաբերում է ընդդիմադիր համակարգերին, հանրային համակարգերին, որ դիմակայել այդ այլանդակություններին։ Դրա կարևոր ենթակետը իհարկե ներքին հաստվերային գուցե ոչ հրապարակային կամ թեկուզ հրապարակային լայն շփումներն են, աշխատանքն է, որովհետև համաձայն եմ, որտեղ այս այլանդակությունը պետք է կասեցվի մի հատ տեսական հարց, ասեցես, հիմա նայեք, ինչ եմ օրինակը բերում երեկվա միջադեպի վրա, ինքը գնաց մի միջավայր, որտեղ ակնհայտ իրեն չէին սպասում, բան իմաստով, ուղիղ իմաստով, ինքը մերժելի էր։ Գնաց մի միջավայր այն մարդկանց մոտ, որոնց հեղինակություններին, սրբություններին ինքը ցուցադրաբար վիրավորել է։ Եվ գնաց ակնհայտորեն պրովոկացիա։ Երբ որ ինքը վերակենում այդ երկու օլիգարխը, երեք օլիգարխ եւ այլն վիրավորում է մարդկանց, իր մտքով չի անցնում, որ այդ մարդկանց հետևը կա հսկայական ընտրազանգված եւ վիրավորում է այդ մարդկանց։ Տեսական հարց, ասենք դուք համարում եք, որ նա ասենք խոշոր ընդդիմության հարավակին կարող է վերկենա գա։ Գասի, եկել եմ քաղաքական գործունեություն եմ ծավալել։ Ինչի եկեղեցի կմտնի, որտեղ ինքը անկոչ հյուրեր, երեք, եւ նույնը չի կարող գանի խոշոր ընդդիմադիր հանրահավաքին երթին, ասի եկել եմ, որը ուղղակի կբերի, չգիտեմ ինչի։ Հնարավոր տեսնում եք այդ այլանդակությունների կառավարելության շղթայում նաեւ նման բան։ Երկու մասի բաժանեմ հարցը, որովհետև տեսեք, եթե ես PR տեսանկյունից եմ նայում, ինքը ճիշտ է արել։ Ինքը իր համար ճիշտ է արել, ու ինքը հասել է իր նպատակին։ Եվ իր նպատակը ո՞րն է։ Ժողովուրդ, PR-ում ամենակարևոր կանոնը, կարևորը, որ անտարբեր չլինեն ձեր նկատմամբ։ Ու ինչ ուզում եք արեք։ Ինքը ընդունակ է ամեն ինչ անի, որ իր մասին խոսա։ Այսինքն PR տեսանկյունից ինքը հաջողեց, ինքը ստացավ իր արդյունքը, երեք ինքը ծաղկազարդի սուրբ օրը թողած քննարկում էին ինչ իր պրովոկացիա սադրանքի արդյունքում տեղի ունեցածը, իր արարքը։ Ինքը դարձավ թույն մեկ թեմա, որտեղ մի մարդ է, որը հասկանում եք, ոչ սրբություն ունի, ոչ կարմիր գծեր ունի, հետևաբար քննարկել հանցագործից բարեգծություն սպասել, դա բան կլինեմ, էլի աննորմալ կլինեմ, եթե ես տենց բան սպասեմ, էլի, որ հանցագործը բարեգութ կգտնվի, 18-ից սկսած իր թիրախում եկեղեցին է, պարզ չէ, շարունակելու է, հիմա որոշ դադար է տվել, որովհետև դա իր վարկանիշի վրա ազդում է, ասել են խորհուրդ են տվել բանանի, մի քիչ հետ քաշվի եկեղեցուց, բայց շարունակելու է, բայց մեզ թվացել է, վայ, հիմա մոռացել է եկեղեցին ինչ-որ ժամանակ, ոչ, ավելի մեծ ծավալով է լինելու, հետևաբար այո, պատրաստ պետք է լինեն, ցանկացած բան անելու է, ցանկացած բան կարող է հանրահավաքին էլ գնա, ամեն ինչին էլ գնա, որտեղ ինքը գնում է բան, ինքը հասկանում է, որ ինքը այնպիսի գծեր է անցել, որ ինքը դեռ եթե այս ծրագիրը ավարտին չհասցնի, այն տերերը իրեն, որոնք բերել են իշխանության իրեն, արտաքին այդ ուժերը, իրեն չեն տալու վայրեջքի ոտնատեղ անգամ, չէ, ինձ տենց է տվում, այսինքն ես հասկանում եմ, ինքը իր կյանքի ու մահվան կռիվն է անում, բա մարդը պիտի փրկվի, չէ, ուզենա փրկվի, հիմա թե քանի հոգու իր հետ կտանի կխեղդի, դրան պետք է պատրաստել, մի բան միայն, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ սա բարձրացան ասելը, ինքը այն ինչ որ անում է, իր PR խորհրդատուները, իրեն տալիս են խորհուրդներ, որոնք իր հակով են։ Ցավոք սրտի ընդդիմությանը կան խորհուրդներ են տալիս PR-ի խորհուրդներ, որոնք այդ խորհուրդները իրենց հակով չեն։ Ու այդ մարդիկ դիսկոմֆորտի մեջ են հայտնվում, չեմ ուզում շատ բան ասեմ։ Պետք է դրակրողը լինես, հավատաս այն ինչ որ դու անում ես։ Հասկանում ես, երբ որ դու հավատում ես նրան, ինչ որ դու անում ես, դու ունենում ես գաղափարակիրներ, համակիրներ, դու սկսում ես արդեն տարածվել։ Սա է խնդիրը։ Ինքը անելու է ամեն ինչ։ Իսկ դու
Պատրաստ ենք օրինակ հաջորդ բանին, ընդդիմությունը դրան պատրաստ է, ես չգիտեմ։ Մի քանի հոգի կան, որոնք պատրաստ կարող են լինել անհատների դեմ, չեմ ասի անունները։ Ընդդիմադիր դաշտից ես համարում եմ հազվադեպ մի քանի հոգի կարող են, այսպես եթե դեմ արդեմ Փաշինյանի հետ հայտնվեն, իրեն ուղղակի ջախջախեն։ Բովանդակային, ցավոք մի քանի հոգի կարող են անել։